ինքը ուղարկում է Իսկ Գյումրի ընտրություններին իշխանությունը ունի մտահոգություններ, ամեն դեպքում ՔՊԱ-կանների ագրեսիվ հայտարարություններ, ոչ քաղաքական գնահատականները տարբեր թեկնածուների վերաբերյալ խոսում է այն մասին, որ ըստ էության Սարիկ Մինասյանի վարկանիշը ցածր է եւ ՔՓ-ն օգտագործում է հին մաշված սկավառակը, թալանի, պատվալներից դուրս եկողների եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ որ մեկի մոտ Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում այլ կարծիք կա, որ Գյումրիում Վարդանիկը եւ Մարտունը եւ մնացածը ներկայացնում են նախկին իշխանությունները, ինչ որ մեկի մոտ կասկած կա։ Տենց մարդ կա, որ ասում է մեկը կա, որ ասում է Վարդանիկը դա նոր քաղաքական ուժ է, պրոեվրոպական եւ նոր բարքերի։ Այդ մարդը, այդ տիկին բաձեր հարցին պես պատասխանեցի կարելի է ես վերջացնեմ իմ պատասխանը։ Շնորհակալ եմ տիկին։ Կա ինչ որ մեկը, որ մտածում է, որ դրանք տենց նոր առաջադեմ ուժեր են եւ իշխանությունը բարձով է, բարձ չի ով է, Վարդանիկին ճանաչում եք, ազգային ժողովում եղել է, կա մարդ, որ չի ճանաչում իրան։ Այն մյուսներին ճանաչում եք։ Գյումրեցին, գիտեք ինչ, ես իսկ այդ վարկանիշների հետ կապված ես համարում եմ, որ հիմա մենք վարկանիշներից խոսալու կարիք չունենք, որովհետև ես հավատում եմ գյումրեցու իմաստությանը, ես գիտեմ, որ ինքը բոլորին լավ ճանաչում է, այդ բոլոր ձևերը շատ լավ գիտի եւ կգնա իր ճիշտ որոշումը կկարողանա։ Վարդան Ուկասյանն ասում է, արեք գնանք գաղութ, ՔՊԱ-կաններին ասում, արեք գնանք գաղութ, տենանք ով լավ տղա դուրս կուկա անդեղից կարող հա դե իրեն եմ դե նախ եւ առաջ ինքը չի հասկացել ինքը որտեղ է հայտնվել ինքը չի հասկացել որտեղ է հայտնվել իսկ իր տեղը իրոք գաղութում է ինձ թվում հա որովհետեւ ես ազգային իշխանությունը ես հասկանում եմ որ դուք նյուզեյեմից եք ձեր սեփականատերը տենց բան ունի բայց մեր իշխանության ժամանակը Ռոբերտ Քոչարյանը չի ձեր սեփականատերը մեր իշխանությունը չի խառնվում օրենսդրական գործունեության մեջ չեք նկատել այս 7 տարվա մեջ ինչի չկպնեմ ինչի ինչ ապացուցեմ որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում քաղբանտարկյալներ են եղել բացեք ինքը չի ձեր սեփականատերը ինքը չի հարցնում եմ ասեք ես հերքեք ես եթե ասեք որ պարզվի որ խիդազր Ռոբերտ Քոչարյանը որ սեփականություն ունենում դա զրպարտությունը ենթադրում հանգստացեք լավ հասկացա բան ասեցի սեփական մի հարցակվեք վրա ստորագրահավաք կհավաքեմ ձեր դեմ գոռում եք իմ վրա մի ինձ բուլինգի ենթարկեք Դուք Գրիպսիմե Ջեբեջյանը չեք մի։ Եվ հիմենա Գրիպսիմե Ջեբեջյանին է պետք է կարելի ենթարկել բուլինգի։ Մի արեք, մի գոռա։ Ես քաղաքական գործ ներողություն, հանգիստ, այսինքն ասել որ սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը մի րոպե։ Ինչու՞ դες վրթովեցիք։ Ասեք որ դες չի։ Հանգիստ։ Սպասեք։ Ով ասեց։ Տենց ասեցի, հա, չէ, տենց չասեցի, դուք սխալ լսեցիք։ Ասեց դուք Գրիպսիմե Ջեբեջյանը չեք, որ ձեզ բուլինգի ենթարկեք։ Ասեցի միայն Գրիպսիմե Ջեբեջյանին է հնարավոր ենթարկել բուլինգի։ Հանգստացեք, տենց չեմ ասել։ Դա նկատի չէ։ Ասեց դուք Գրիպսիմե եք, ասի մենակ Գրիպսիմեին վերաբերյալ չի դա, հա, ես դա եմ ասել, մի անհանգստացեք։ Հա, այլ հարց ունեք։ Մի րոպե սպասեք։ Արդեն 1.5 տարի է Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, բայց ու այդ քննարկումների ժամանակ անդրադառնում էր, որ պետք է միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել, պատժել հանցագործներին։ Ինչն է պատճառը, որ մինչև այսօր 1.5 տարի է որևէ գործ չունենք միջազգային։ Ես ներողություն եմ խնդրում, հասցեատերը ես չեմ, ես միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելով չեմ զբաղվում, ամեն դեպքում նաև որպես իշխանության ներկայացուցիչ այդ հայցերը իմ քննարկման առարկա երբևիցե չեն հանդիսացել եւ չեն հանդիսանում, որտեւ ես նեղ մասնագիտական իմ ազգային ժողովի օրենսդրական գործունեության մեջ եմ պարբանված։ Այդ օրենքը եթե մենք այդ բանը եթե չվավերացնեինք, մենք լրիվ ուրիշ իրականության մեջ էինք ապրելու։ Օրինակ կարող էր Հայաստանի Հանրապետության տարածք շատ տեղերում ներխուժած հակառակորդ ունենային, կարող էր Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանության աստիճանը այսքան չլիներ։ Դուք քննադատում եք պատասխանատուներին, որոնք Ես բոլորի հարցերին պատասխանել եմ։ Չէ, ես ոչ մեկին չեմ քննադատում, եթե ես քննադատելու լինեմ, ես տեսախցիկների առաջ բոլորին կքննադատեմ։ Այլ հարցեր ունեք։
հնարավոր է ընթացքում։ Հնարավոր է, շնորհակալ, մի գնացեք։ Վերադառնալով Գյումրու ընտրություններին, Վարդան Ղուկասյանը երեք բացատրույց է տվել եւ կներեք իր բառն եմ ասում, ԿՊԱ-ականներին անվանել անդաստի արագ եւ նաեւ նշել, որ իրեն Վարդանիկով են դիմում նաեւ այդ համար եւ նաեւ Ռուբեն Մխիթարյանը անվանել է թուրք բոլոր նրանց, ովքեր որ Չէ, բայց Ռուբեն Մխիթարյանը տենց բան չի։ Ես անկեղծ ասած հիմա ամեն մեկի ասածը այդ իրանց ասացվածները պետքա մեկնաբան, չգիտեմ դա ճիշտ է թե ճիշտ չի, որովհետեւ նախ ինքն է իրան Վարդանիկ անվանում։ Չգիտեմ տեսել եք թե չեք տեսել, որ Վարդանիկ Պրիդյոտ ինչ-որ ռուսերեն բաներ է խոսում։ Երկրորդը, եթե նման բան է ասում, ինչ ասեմ, ինքը մտածում է, որ ինքը վախի եւ ինչ-որ տենց գողական բաներով պետքա գյումրեցու սիրտը գրավի։ Ես ասում եմ, ես հավատում եմ գյումրեցուն։ Ես վստահ եմ, որ գյումրեցին ճիշտ որոշում է կայացնել։ Չգիտեմ, ես որ նայում եմ, ես Ճիշտ ԿՊ-ին է ընտրելու։ Ես չգիտեմ, բայց համենայն դեպս հին բաների վերադարձ չի լինելու։ Այն ժամանակներին, երբ որ օրինակ Քոչարյանի իշխանության ժամանակ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ որ քաղբանտարկյալներ կային, երբ որ չկային ազատ մամուլ, չկար ազատ մամուլ, ով ասում, բայց հասելով չի միջազգային կառույցների զեկույցներ գոյություն ունեն։ Ով ինքը ու իր փոքրիկ շրջապատը։ Ուրա մի հատ օրինակ կբերեք այդ դրա օրինակ միջազգային կառույցի անունն ասեք, զեկույց ասեք, լսում եմ։ Ինչ։ Եվրոպայում անընդհատ այդ հարցը Չէ, փաստաթուղթ ասեք, դուք բան ասացիք, պնդում արեցիք, հիմա ապացուցեք դա։ Ո՞վ է համարում, բացի Արմեն Աշոտյանի քաղաքական, այսպես ասած, շրջապատից եւ Արմեն Աշոտյանի սատարողներից, մի հատ ինձ կասեք, որ միջազգային կառույցն է։ ճնշումներ չկան Հայաստանում։ Հարգելիս, օրախալ իմ ու ձեր գնահատականի հարցը չի, ոչ ես կարամ ասեմ չկա, ոչ դուք կարող եք ասել կա։ Դրա համար կան միջազգային կառույցներ, որոնք մասնագիտական գնահատական են տալիս եւ դա համաշխարհային ընդունված փաստ է։ Հիմա ում ինչ բռնեն, բոլորը կարող ասեն սա քաղաքական հետապնդում է, ով որ գիտի հեսա իրան բռնելու են, մտնում է քաղաքականության մեջ մտածելով, որ ստեղ ինքը կարող է դրանով պատասխանվել, հետո ասում է դա քաղաքական հետապնդում է, բայց կա միջազգային կառույց։ Հիմա ձեզ դուք հայտարարություն արեցիք, խնդրում եմ ինձ կամ մարդկանց հրապարակեք այն միջազգային կառույցի զեկույցը, որտեղ որ ասվում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Անուն տվեք, կոնկրետ օրինակ բերեք, բռնաճնշում, ասում եմ անուն տվեք, կոռուպցիա, որ ինչի մասին է խոսքը, անուն տվեք, անուն, ասեք Պետրոս Պետրոսյանը հայտարարվել է այս ինչ կազմակերպության կողմից որ բան, ես դա մեկնաբան եմ, բայց դուք ձեր շրջապատում ձեզ թվում է որ դուք տենց համարում եք, որ այդ տենց է, ուրեմն ամբողջ հանրությունը ու իրականությունը տենց չի, ոչ ձեր պարագայում է տենց, ոչ մեր պարագայում է տենց։ Հենց այս իշխանությանը պետք է միջազգային կառույցների ասած չասածներին ուշադրություն եք դարձնում, հենց պետք չէ, ասում եք օրինակ, երբ որ Freedom House-ը արձանագրեց, որ Հայաստանի ժողովրդավարության հետ ընթաց կա, ԿՊ խմբակցությունից հայտարարեցին Freedom House-ները չէ, որ պետք է որոշեն Հայաստանի։ Ես կարծում եմ, որ այդ քաղաքական հայտարարության հետևից դուք պետքա գնաք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ եւ պետքա գնաք կոնկրետ կառույցների դիրքորոշման հետևից, որովհետև այն բոլոր միջազգային զեկույցները, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք Եվրոմիության հետ խոսել, առևտուր անել եւ այդ ամեն ինչը առաջ տանել, Հայաստանի այսօրվա իշխանության կարևոր նպատակներից մեկն է եւ մեր հաղթանակներից մեկն է։ Եվ մամուլի ազատությունը դրա վառ օրինակ։ Պարոն Սիմոնյան, ես ուզում եմ մի հարցումի հետ կապված մեկնարկին հարցական հարաբերությունների։ Եթե օրինակ այնպես ստացվի, որ Գյումրիում մեծամասնության ձայները որևէ ուժ չստանա, օրինակ Վարդան Ղուկասյանի հետ հնարավոր համագործակցություն կարող է լինել իշխանություն կազմելու համար։ Մենք տենց բան չենք քննարկել եւ ես չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի հետ հնարավոր է իմ անձնական կարծիքը, որ չէ, հիմա պայմանական, հա Չնայած ես դրան չեմ հավատում, բայց եթե կրվենք, ինչն է խնդիրը։ Չէ, խնդիրը այդ չէ, խնդիրը նկատեմ համագործակցությունը, կոալիցիա կազմել, որ իշխանություն ձևավորվի Գյումրիում։ Դե ես 5 րոպե առաջ ասացի, որ իմ կարծիքով իր տեղը հենց իր բերած օրինակ բանտում է։ Հիմա որ քննարկում լինի, ես այդ նույն բանը կրկնելու եմ եւ կարծում եմ իմ գործընկերները կլսեն իմ ասածը եւ իրանք էլ կկիսեն իմ կարծիքը։ Չեմ այդպես բան չեն քննարկել։ Եվ պարոն Սիմոնյան